Որն է միֆը արթրիտի բուժման վերաբերյալ։ Հիմնականում հիվանդանում են 2 տարեկան, 1 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան կարող են տառապել ռևմատոիդ արթրիտով։ Որ գանգատներով են ավելի հաճախ դիմում ձեզ։ Դա հոդացավն է։ Հիմնականում կարող է սկսել 1 հոդի ցավով, այտուցով։ Միֆ չէ, որ ռևմատոիդ արթրիտը կարող է ախտահարել սիրտը եւ մյուս օրգան համակարգերը ժամանակին բժշկի չդիմելու դեպքում։ Իրանք ախտահարում են բոլոր օրգանները, մաշկից սկսած, աչքերը, նյարդային համակարգը, անոթները, թոքերը, երիկամները։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Կան հիվանդություններ, որոնք աննշան են թվում, սակայն ժամանակին չբուժելու դեպքում կարող են ախտահարել ամբողջ օրգան համակարգը։ Այդպիսի հիվանդություններից է ռևմատոիդ արթրիտը։ Ուրեմն, որոնք են ռևմատոիդ արթրիտի առաջացման նախանշանները, երբ պետք է դիմել բժշկի բարդություններից խուսափելու համար, եւ որն է միֆը արթրիտի բուժման վերաբերյալ։ Կզրուցենք ռևմատոլոգ Նարա Կոստանդյանի հետ։ Բարև ձեզ, բժշկ։ Բարև ձեզ։ Արթրիտի մասին բոլորս լսել ենք, բայց ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչի հետ գործ ունենք։ Բժշկուհի այսօր պատկերավոր դարձնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ռևմատոիդ արթրիտը։ Ռևմատոիդ արթրիտը ամենատարածված հիվանդությունն է, աուտոիմուն, աուտոբորբոքային մեր ռևմատիկ հիվանդությունների մեջ եւ Հայաստանում բավականին տարածվածություն ունի, մոտ 20% ազգաբնակչությունը ունի ռևմատոիդ արթրիտ, տառապում է ռևմատոիդ արթրիտով։ Ռևմատոիդ արթրիտը դա աուտոբորբոքային քրոնիկ էրոզիվ դեստրուկտիվ հիվանդություն է, որը հիմնականում հիվանդանում են 2 տարեկան, 1 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան կարող են տառապել ռևմատոիդ արթրիտով։ Ինչու է այդքան տարածված։ Որովհետև հիմքում ընկած ինքը աուտոիմուն, աուտոբորբոքային հիվանդություն է, ինչ-ինչ պատճառներով ունենում ենք իմուն համակարգի խախտում եւ սկսում է սեփական իմուն համակարգը արտադրել հակամարմիններ դեպի սեփական օրգան համակարգը, հոդերը, մաշկը, աչքերը, թոքերը, սիրտը ախտահարվում են գրեթե բոլոր օրգաններ, օրգան համակարգերը։ Իմունիտետը ախտահարում է մեր առողջ օրգան համակարգերը։ Իմուն, այտենց էլ կոչվում է, աուտոիմուն սկսում են ախտահարել, արտադրվել հակամարմիններ դեպի սեփական օրգանները։ Որ գանգատներով են ավելի հաճախ դիմում ձեզ։ Ավելի հաճախ եւ առաջի գանգատը, որը որ բերում է հիվանդին բժշկի, դա հոդացավն է։ Հիմնականում կարող է սկսել 1 հոդի ցավով, այտուցով, կարող է սկսել հիմնականում դաստակների եւ ոտնաթաթերի, մանր հոդերի ցավերով։ Շատ կարեւոր է այդ առավոտյան կարկամվածությունը, երբ որ հիվանդը արթնանում է, ունենում է ցավ եւ չի կարողանում ձեռքը բռունցք չի հավաքվում, այտենց այտուցվածության զգացողություն է ունենում, ցավ է ունենում, որը որ տևում է 30 րոպեից եւ ավել, արդեն պետք է մեզ զգուշացնի, որ ունենք այնտեղ ռևմատոիդ արթրիտի պատկեր։ Եթե ամբողջացնենք ռևմատոիդ արթրիտի ախտանշանները, որոնք են տևական ջերմությունը, քաշի կորուստը, Դա այնպես կարող է խոսել։ Ընդհանուր գանգատներ են, ջերմության բարձրացում, շատ բնորոշ չի ռևմատոիդ արթրիտին, կարող եք ունենալ թեթև ջերմություն 7, 7.2, մինչև 7.4, հիմնական ջերմության այտենց բարձրացում, քաշի կորուստ մենք ունենում ենք մեր մյուս հիվանդությունների ժամանակ, ունենք ավելի ծանր աուտոիմուն հիվանդություններ, որոնք նույնպես բնորոշ է, բայց ռևմատոիդ արթրիտի ժամանակ է կարող է լինել քաշի կորուստ, կարող է լինել այդ հոգնածության զգացողություն, որը շատ արտահայտված է լինում եւ չի անցնում ամբողջ օրվա ընթացքում, այդ հոդացավերը հիմնականում լինում են առավոտվա եւ այդ շարժումների սահմանափակումը առավոտվա ժամերին են լինում եւ հիմնականը 30 րոպեից ավել։ Որ հոդերն է սիրում ախտահարել ռևմատոիդ արթրիտը հիմնականում ախտահարում է դաստակների մանր հոդերը, ոտնաթաթերի մանր հոդերը, դաստակներում իհարկե ախտահարվում է ճաճանց դաստակային հոդը, նախադաստակ ֆալանգային հոդը,
պրոքսիմալ միջֆալանգային հոդերն են Դրանք մատների շրջանում են։ Այո, դաստակների, այո, մատերի շրջանում դիստալ միջֆալանգային հոդերը չեն ախտահարվում, եթե ունենք արդեն դիստալ հոդերի միջֆալանգային հոդերի ախտահարում, արդեն պետք է մտածել ուրիշ արտրիտների մասին, պսորիատիկ արտրիտը, միջֆալանգային հոդերը։ Սա պրոքսիմալն է, սա դիստալ միջֆալանգային հոդերն են, ճաճանց դաստակը եւ նախադաստակ ֆալանգային հոդերը։ Դրանք են հիմնականում ախտահարվում ռևմատոիդ արտրիտի ժամանակ։ Եթե ունենք դիստալ միջֆալանգային հոդերի ախտահարում, արդեն մտածում ենք օստեոարտրիտի մասին, պսորիատիկ արտրիտի մասին, նույնպես մեր աուտոբորբոքային արտրիտներն են։ Եթե ուռածությունը, այտուցվածությունը անցնում է, նշանակում է արդյոք, որ խնդիր չունենք այլևս արտրիտը վերացավ։ Գիտեք ոնց, ոչ։ Եթե բուժման ֆոնի վրա մենք ունենք հստակ ախտորոշում, ռևմատոիդ արտրիտ, պացիենտը բուժառուն ստանում է բուժում, եւ մենք այդ բուժման ֆոնի վրա ունենք արդեն այդ այտուցի բարելավում, իջեցում, շարժումների բարելավում, հոդացավերը մեղմանում են, մենք արձանագրում ենք, որ ունենք դինամիկ դրական արդյունք։ Դա շատ լավ է, ուրախալի է եւ ռևմատոլոգի եւ բուժառուի համար, բայց որ ասենք այտուցը իջավ եւ ձեր արտրիտը անցավ, չկա տենց բան, որովհետեւ դա քրոնիկ հիվանդություն է։ Ինչպես եք դուք ախտորոշում արտրիտը։ Մենք ունենք ալգորիթմներ ախտորոշման, որոնք որ ընդունվել են ամբողջ աշխարհի եւ եվրոպական եւ ամերիկյան ռևմատոլոգների ասոցիացիաների կողմից։ Ախտորոշումը սկսվում է հիվանդի զննումով, խոսելով, անամնես հավաքելով, գանգատները լսելով եւ իհարկե նայում ենք, որ հոդերն են ախտահարված, ինչ աստիճան է ախտահարված է զննումով, հետո արդեն անցնում են կլինիկալ լաբորատոր հետազոտությունների, այդ բորբոքային լաբորատոր հետազոտություններն ենք տեսնում, դա էրիտրոցիտների նստեցման արագությունն է իհարկե, դա C ռեակտիվ բիլոկ, սպիտակուցն է, ռևմատոիդ գործոնն է, անտի-CCP-ն է, որոնք որ մեզ արդեն պատկեր է տալիս եւ գործիքային հետազոտությունները, հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը եւ ռենտգեն հետազոտությունը։ Իհարկե ռենտգեն հետազոտությունը մի քիչ արդեն այդ վաղ փուլում մեզ ինֆորմացիա կարա չտա, երբ որ արդեն ավելի երկարատև ռևմատոիդ արտրիտ է, մենք կարող ենք ունենալ ռենտգեն հետազոտության վրա, հիման վրա կարող ենք ունենալ էրոզիաներ, ինչ է էրոզիան, դա այդ աճառային հոդերի, աճառային շերտի մանր խոցոտումներն են, ուզուրացիաներն են, որը որ նույնպես մտնում է այդ ախտորոշիչ չափանիշների մեջ ռևմատոիդ արտրիտի։ Իսկ արդեն ուլտրաձայնային հետազոտությունը մեզ օգնում է վաղ փուլում, ռևմատոիդ արտրիտի վաղ փուլում ախտորոշել, ունենք հոդի բորբոքում, այնտեղ այդ սինովիալ թաղանթը ինչ աստիճանի է բորբոքված, ախտահարված, ջլային կապանային ապարատը ինչ վիճակում է։ Ինչ կտա մեզ վաղ փուլում ռևմատոիդ արտրիտի ախտորոշումը։ Վաղ փուլում մենք հենց աշխատում ենք, որպեսզի այդ հիվանդությունը բռնացնենք, այդպես ասած, վաղ փուլում, որպեսզի չունենանք հետագա բարդացում, ինքը լինելով քրոնիկ հիվանդություն, ծանր հիվանդություն, շատ հաճախ բերում է երկարատև, երկար տարիներ հիվանդություն ունենալու հետևանքով բերում է հաշմանդամության, որպեսզի մենք բռնացնենք այդ վաղ փուլում հիվանդությունը, նշանակենք համապատասխան բուժում, մենք բարելավում ենք պացիենտի բուժառուի կյանքը եւ չենք ունենում այդ բարդություններ, հոդերի անդառնալի փոփոխություններ, նույնիսկ հաշմանդամություն։ Կարծես կանգնեցնում ենք հիվանդությունը։ Կանգնեցնում ենք, կարելի ասել, հասցնում ենք հիվանդությունը ախտադադարի, ռեմիսիային եւ պահում ենք, վերահսկում ենք այդ հիվանդությունը զուգահեռ պացիենտի եւ բժիշկը իրար հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։ Ահա թե ինչու է պետք ժամանակին դիմել բժշկի վաղ ախտորոշման համար, որպեսզի կանգնեցնենք այս դեպքում ռևմատոիդ արտրիտը, բայց ասենք նաեւ, որ մարդիկ հաճախ չեն դիմում վախենալով հորմոնալ դեղերից, դրանք միշտ են նշանակվում արտրիտի բուժման համար։ Իհարկե ոչ, հիմա արդեն
իրանք շատ կարևորագույն դեղեր են, գլյուկոկորտիկոստերոիդները, հորմոնալ դեղերը, ինչպես ասում են ժողովուրդը, դա շատ կարևոր դեղեր են, բայց ներկայիս բուժման մեջ, ռևմատոիդ արտրիտի բուժման մեջ հիմնականում ստերոիդները նշանակվում են ոչ միշտ եւ վախենալ դրանից պետք չի, եթե բժիշկը նշանակում է համապատասխան դոզայով կատարվում է վերահսկողություն, պետք չի վախենալ բժշկի նշանակումը։ Կողմնակի ազդեցություն չի լինի։ Եթե հիմնականում նշանակվում է, քանի որ մենք ունենք բազիսային դեղորայքներ, այդ բազիսային դեղորայքները ուղղակի մի փոքր ուշ են ազդում, մենք այդպես կամուրջ ենք ստեղծում, կոչվում է կամրջային բուժում։ Ստերոիդները նշանակում ենք, եթե կա բարձր ակտիվություն, հոդացավեր, ակտիվ բորբոքային ֆոն եւ հոդերի այտուցվածություն, այդ ստերոիդները այդ կարճ ժամանակահատվածում օգնում են մեզ բարելավել հիվանդի կյանքը, հանել այդ բորբոքումը, որպեսզի այդ մեր բազիսային դեղորայքը մինչև կսկսի ազդել։ Իրենք սկսում են ազդել 8-ից 12 շաբաթ ընթացքում, այդ պերիոդը, այդ վաղ ախտորոշման այդ դիագնոստիկ այդ պատուհանը, հիվանդության պատուհանը մենք օգտագործում ենք ստերոիդներով, որպեսզի այդ վիճակից հանենք պացիենտին, բուժառուին։ Միֆ չէ, որ ռևմատոիդ արթրիտը կարող է ախտահարել սիրտը եւ մյուս օրգան համակարգերը ժամանակին բժշկի չդիմելու դեպքում։ Այո, իհարկե, ռևմատիկ հիվանդությունները իրանք համակարգային հիվանդություններ են։ Իրանք ախտահարում են բոլոր օրգանները, մաշկից սկսած, աչքերը, նյարդային համակարգը, անոթները, թոքերը, երիկամները եւ ռևմատոիդ արթրիտը իհարկե ունի իր բարդացումները, բարդությունները, կարող է ախտահարել եւ սիրտը, եւ թոքերը, եւ երիկամները, մենք ունենում ենք աչքերը, այո, եւ մենք ունենում ենք բարդություններ, ունենում ենք այդ ծանր դեպքերում արդեն այդ օրգան համակարգերի ախտահարում, որը բարդացնում է եւ բուժման ընթացքը եւ բուժառուի կյանքի որակի վրա է արդեն ազդում։ Շատ ունենք ծանր ախտահարումներ։ Իսկ ռևմատոիդ արթրիտը կարող է փոխանցվել մորից երեխային հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ։ Ոչ, իհարկե, ռևմատոիդ արթրիտը ինքը գենետիկական հիվանդություն չի, ինքը ժառանգականություն փոխանցելու չունի, ինչպես օրինակ պարբերական հիվանդությունը եւ այլն, ինքը վարակիչ չի եւ ժառանգական էլ չի։ Կանխարգելել չենք կարող։ Ոչ, կանխարգելել չենք կարող ցավոք սրտի, որովհետև դա իմուն համակարգի սխալ աշխատանք է։ Մենք չենք կարող կանխարգելել եւ հասկանալ, որ պահին կարա լինի այդ սխալ աշխատանքը, ինչ պատճառներով է դա առաջանում, չենք կարող կանխարգելել, ցավոք սրտի չկա ի տարբերություն դեգեներատիվ հիվանդությունների, որի ժամանակ կանխարգելիչ մեթոդները դա հիմնականում քաշի վերահսկումն է եւ ակտիվ ֆիզիկական կյանքը։ Փորձենք ամփոփել բժշկուհի, ինչպես ապրել ռևմատոիդ արթրիտի հետ։ Ինչպես է փոխվում կենսակերպը։ Գիտեք ոնց, ռևմատոիդ արթրիտի հետ ապրելը բարդ է, ինքը բարդ հիվանդություն է, բայց առաջինը հիվանդը պետք է ընդունի, ես այդպես եմ կարծում, որ ունի այդ հիվանդությունը, պետք է այդպես ասած ընկերություն անի իր հիվանդության հետ եւ երկրորդը շատ կարեւոր է ընտրի բժշկին, ում որ նա կվստահի, քանի որ դա երկարատև բարդ ճանապարհ է եւ այդ բարդ ճանապարհը իրենք անցնելու են միասին։ Պետք է վստահի, լինի հսկողության տակ, պարբերաբար այցելի բժշկին, երբ որ նշանակում է հաջորդ բժշկի այցելությունը, որովհետև դեղորայքներ իրանք լուրջ դեղորայքներ են, ունեն կողմնակի ազդեցություն, պետք է վերահսկողություն լինի ամբողջ կյանքում։ Ուղղակի պետք չէ հուսահատվել եւ մտածել, որ դա այն հիվանդությունն է, որով որ հիվանդը չի կարող ապրել։ Շատ հաճախ դեղորայքների ֆոնի վրա ռևմատոիդ արթրիտով հիվանդը չի տարբերվում ուրիշ նորմալ առողջ մարդկանցից։ Շնորհակալություն դոկտոր Նառա ինֆորմատիվ զրույցի համար։ Շնորհակալ եմ, նույնպես շատ հաճելի էր։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։
Հետևեք մեզ նաև սոցիալական էջերում, Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղին համեցեք Յասաման։ Նաև շնորհակալություն Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Մինչ հանդիպում։